Ողջունում եմ բոլորին, այսօր պատրաստելու ենք խինկալներ։ Խմորի համար անհրաժեշտ է ալյուր, ձու, աղ և ջուր։ Խմորը պատրաստում ենք սեղանի վրա, մի քիչ պինդ, ստուգում ենք դանակի օգնությամբ, եթե խմորի մեջ արդեն բացվել են օդային տարածքներ, ուրեմն խմորը պատրաստ է։ Թողնում ենք մի փոքր հանգստանա և անցնում ենք արդեն ֆարշի պատրաստմանը։ Վերցնում ենք տավարի միսը, ավելացնում ենք կես կապ համեմ, աղ, սող, սև և կարմիր պղպեղներ և մի փոքր աղացած սերմեր, ցանկալի է համեմի սերմով, մի փոքր էլ սխտոր ենք ավելացնում, վերջում մեկ բաժակ տաք ջուր և վերջ, ֆարշի պարակաները պատրաստ են, խառնում ենք այս ամենը, թողնում ենք նույնպես մի քանի րոպե, որպեսզի բաղադրիչները համեմվեն և սկսում ենք պատրաստել մեր խինկալները։ Ֆորմայի օգնությամբ ձևավորում ենք խինկալները, կարելի է նաև ձեռքի օգնությամբ, ում մոտ ինչպես կստացվի։ Խինկալների համար ջուր ենք լցնում, աղ, դափնու տերև, մի փոքր կարագ և հատիկավոր պղպեղներ, մի քանի հատ։ Եվ վերջ, մեր խինկալները պատրաստ են։ Բարի ախորժակ եմ մաղթում բոլորին։